մարզի Վահագնի գյուղում տոնական մթնոլորտ էր։ Նշվում էր պետական ականավոր գործիչ Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակը։ Ներկայ էին պետական եւ հոգեվոր այրեր, համայնքի բնակիչներ։ Կարողացավ իսկապես Հայաստանը վեր բարձրացնել, դարձնել զարգացող երկիր եւ ամենակարևորը երկիր, որտեղ վստահություն կա ապագայի նկատմամբ։ Նա իր երկրի իսկական քաղաքացիներ, հայրենասերներ, հողը, ջուրը, մարդկանց սիրող գնահատող անհատականություն էր։ Քոչինյանի աշխատած ժամանակներում եղել են բավականին չափահաս եւ նաեւ գիտեմ թե Քոչինյանը Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ինչպիսի անուրանալի մեծ ներդրումներ ունի շինարարության հարցում, ազգի բարգավաճման գործում, ներդրումների հարցում, գիտենք թե ինչպիսի նա կապեր է ունեցել Մոսկվայի հետ եւ այդ տարիներին մենք շատ լավ ենք ապրել, այդ տարիներին մենք գնացել ենք Ռուսաստան այնտեղ պահածո չի եղել, մեստեղ մեր մոտ պահածոներով, խանութներով բուրգեր էինք առնչում ձեր տալիս եւ նույնիսկ այն մարդիկ ովքեր շատ պահածո էին ուտում ծաղրում էինք, ելել այնպիսի լավ պահածոներ։ Անտոն Երևանի Քոչինյանի 100-ամյակն է։ Հետո իմաստուն մարդիկը, խելացի մարդիկը ասել են որ 100 տարին մի անգամ հանճարացնով, բայց 100 տարին անցկացել Քոչինյանի նման հանճար չի ծնվել։ Անտոն Քոչինյանի ավանդը մեծ է եղել երկրի կազմավորման գործում։ Սա եւս մեկ առիթ է արժեվորելու եւ հիշելու մեր երկրի արժանավոր զավակներին։ Անտոն Քոչինյանը երկար տարիներ աշխատել է որպես մինիստրների խորհրդի նախագահ, տիրապետում էր կուսակցական ու պետական ղեկավար աշխատանքի գաղտնիքներին։ Քաղաքական հասարակական ականավոր գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյա հոբելյանը առիթ է մեկ անգամ եւս վերարժեքավորելու մեր երկրի ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմությունը, այդ պատմության մեջ մեծ դեր ու ազդեցություն ունեցող գործիչների կերպարը։ Այդ համատեքստում 20-րդ դարի քաղաքական հայրենասեր գործիչների մեջ իր ուրույն պատվավոր տեղն ունի Անտոն Երվանդի Քոչինյանը։ Պատիվ է մեզ այսօր տոնախմբել մեծ հայրենասերի պետական ու քաղաքական ագնառու գործի ծննդյան 100-րդ տարեդարձը։ Ավակ սերունդը, որ այստեղ ներկա է, յուրաքանչյուրը իր հուշերում կրում է Անտոն Քոչինյանից պադարիկներ, հատվածներ, ովքեր տեսել են, ովքեր երկխոսության մեջ են մտել, եւ այդպես նրանց հուշերում ապրեցնում են այդ մեծ մտավորականի կյանքն ու գործունեությունը։ Այսօր ինձ համար մեծ պատիվ է խոսք ասել մեծ հայի մասին։ Ես ճակատագրի բերումով բախտ եմ ունեցել երկար տարիներ աշխատել Անտոն Երվանդիչի հետ, լինել նրա աշակերտը։ Յուրաքանչյուր քաղաքական պետական գործի գնահատականը տրվում է իր աշխատած ժամանակի եւ ապրած ժամանակի մեջ։ Անտոն Երվանդիչը այդ ժամանակին դեմք ու դիմագիծ տվող ղեկավարներից էր։ Այո, նրա կենսագրության ամենաակտիվ շրջանը կապված է եղել մեր հանրապետությունում վերափոխումների, վերակառուցումների հետ։ Մենք մեծարում ենք մի մարդու, որը իրեն ողջ գիտակցական կյանքը նվիրեց մեր երկրի ու ժողովրդի զարգացմանն ու բարեկեցությանը։ Մի փոքր ելույթով իհարկե չափազանց դժվար է, եթե ոչ անկարելի, նկարագրել Անտոն Երվանդի Քոչինյանի բազմաբեղուն կյանքն ու հսկայածավալ գործունեությունը։ Այսօր ինձ բախտ է վիճակվել շնորհակալությամբ հանդես գալ Անտոն Երվանդի Քոչինյանի 100-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ։ Եվ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ձեր անունից, իմ լավ հայրենակիցներ, վաղնեցիներ, թույլ տվեք ձեր անունից շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին, կառավարությանը, իշխանություններին, որոնք բարձր մակարդակով հնարավորություն ստեղծեցին նշելու Անտոն Երվանդի Քոչինյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունը։
այսօր իմ ամենաերջանիկ օրերից մեկն է ստերեոյթին կյանքումս, որովհետև ինչպես Սերյան Հայդիկ շահացեց 74 թվից ընկում ոնց որ թե այդ անունը մոռացության էր տրված եւ իրոք որ ես հույս ունեմ որ այսօր սկսված այսօրանից ինչպես ասեց նաեւ պարոն Սերգո Սարգսյանը մեկ շաբաթ լինելու նրա մեծարման իրոք որ ես մեծ խանդարարությամբ եմ այդ ամեն ինչ ընկալում եւ հույսով եմ որ վերջապես իրոք Անտոնի Իվանչի անունը խիստ ճիշտ տեղը գրավի մեր հաջորդի պատմության մեջ Իր իսկ անունը կրող դպրոցի բակում տեղադրվեց Անտոն Քոչինյանի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Սարգիս Ղարիբյանն է։ Նախատեսվում է նաև, որ Անտոն Քոչինյանի անունը կրող դպրոցը կառավարության միջոցներով կվերանորոգվի, կտրամադրվի 60 միլիոն դրամ։ Գարունդ հայերեն է գալիս, ձյուներդ հայերեն են լալիս, հայերեն են հորդում ջրերդ, թող Աստված եղածը պահի, եւ հետո ինչ էլ կատարվի, գարունդ հայերեն է գալու։ Մի քեռուստաընկերություն լուրեր։